Հաղորդում ռիսկի, շահույթի ու միլիարդների մասին։ Արթուն փողեր Նորայր Մովսիսյանի եւ Սաթեն Միքայելյանի հետ։ Երբ փողն է աշխատում ձեզ համար, այլ ոչ թե դուք փողի։ Արթուն փողեր հաղորդաշարն ենք շարունակում լրատվական ռադիոյի եթերում։ Այսօր մենք խոսում ենք վարկերի մասին, վարկավորման մասին, դրա ճիշտ ու սխալ մեխանիզմների մասին։ Այ հաղորդման առաջին հատվածի վերջում եկանք հասանք այն լավ մոդելին, որ միշտ ասում են, որ բանկային համակարգն առհասարակ պետք է բիզնեսին գործընկեր լինի։ Մեզ մոտ այդպես չի, մեզ մոտ ոնց որ այսպես նույնիսկ կներեն ինձ այս ձևակերպման համար տեր ու ծառայի բան լինի, հոգեբանություն այդտեղ լինի, ես փող ունեմ, քեզ կտամ, դե հիմա արի ապացուցի, որ արժանի ես այդ փողը վերցնելուն, Բայց երբ խոսում ենք գործընկեր լինելու մասին, այստեղ գալիս ենք մի բանի, որը իսկապես մեզ մոտ գերագնահատված է։ Բանկերը գերագնահատում են իրենց ռիսկերը։ Եթե չչափազանցնենք, երևի տեղ-տեղ 100%-ով, որը պետք է լինի, այսինքն տոկոսային հարաբերությամբ, կամ աշխարհում ոնց է գործում, օպտիմալ չափը, ռիսկերի ապահովման, որովհետև հնարավոր չի երկու կողմանի գործարք մի կողմը 100%-ով ապահովված ռիսկեր, մյուս կողմում չգիտես ինչ վիճակ, ասենք օպտիմալ տարբերակը ոնց է գործում աշխարհում։ Տեսեք, նախ ամեն կազմակերպություն կամ ամեն երկիր, եթե պետական քաղաքականություն է վարում, իրենք են որոշում իրենց համար թույլատրելի սահմանը եւ դրանք էլ իդեպ կարող են փոխվել ըստ ժամկետների կամ ըստ ծավալների եւ այլն։ Այստեղ դա ներքին կանոնակարգային հարց է, յուրաքանչյուրն իր համար եւ նույնիսկ մեր մոտ էլ Հայաստանում էլ յուրաքանչյուր բանկ ինքն է որոշում իր ռիսկայնությունը եւ որքան կարող է թույլ տալ իրեն, բան չանի։ Բայց մի բան պետք է շատ հստակ իմանալ, ի վերջո այդ գումարը, որը որ բանկը ներգրավել է այս կամ այն ձևով, այսպես թե այնպես պիտի ուղղվի այսինքն պիտի դուրս գա բանկից, պիտի գնա մարդկանց ձեռքը, որպեսզի մարդիկ դա ծախսեն, որպեսզի շրջանառությունը լինի, այո, իր հերթին դա եկամուտ բերի, մի դեպքում չբերի, որտեղ դրանք սպառողական են որպես դուրս եկել, բայց պիտի այդ շրջանառությունը լինի, որ եւ դրանից լավ է լինելու եւ բանկին, եւ դրանից լավ է լինելու եւ պետությանը, եւ տվյալ մարդուն կամ կազմակերպությանը, ովքեր վերցրել են այդ վարկերը։ Այսինքն վերցնել ներգրավել գումարներ եւ դրանք բավական դժվարությամբ տալը միայն նրա համար, որ ռիսկայնությունը բավական բարձր է, այդքան տրամաբանական չի։ Ռիսկայնության իդեպ մեր երկրում ռիսկայնության բարձր մակարդակով է պայմանավորվում կամ պատճառաբանվում նաև տոկոսադրույքների բարձրացում, ասում են դե մենք ռիսկային երկիր ենք, մեր հասարակությունը վճարող ունակությունը ցածր է, դրա համար ստիպված տոկոսադրույքները բարձր ենք պահում, որպեսզի, բայց միևնույն ժամանակ էլ դժվար են տալիս վարկերը կամ որոնք նույնպես պայմանավորվում են այդ ռիսկայնության բարձրությամբ, բայց հետեւաբար ստացվում է, որ այն փողը, որը որ պիտի մտներ շրջանառության մեջ եւ արդյունավետ կերպով բերեր իր արդյունքները, չի մտնում շրջանառության մեջ կամ չի մտնում այն ուղղությամբ, որ բերի այնքան արդյունք, ինչքան որ սպասել է։ Եվ այստեղ անելիքը այս առումով, անելիքը համակարգող մարմինինն է, որպեսզի նա կարողանա ճիշտ վերահսկի հոսքերը, թե որ ուղղությամբ ինչ ծավալներ են գնում, ինչ ռիսկայնությամբ, ինչ ժամկետներով, ինչ ակնկալիքներով եւ սկսած ընդհանուր առողջաշրջանառության մեջ երկրի, որը արտացոլվելու է նաև համախառն ներքին արդյունքի մեջ, արտադրողական եւ այլն, բոլոր ամենատարբեր ցուցանիշներում ինչպիսի արտացոլանք է դա ունենալու եւ հասկանա արդյոք ճիշտ է գնում ամեն ինչ, թե չէ, որովհետև միգուցե անիմաստ են այդքան փողերը գալիս մեր բանկեր եւ անիմաստ ուղղություններով են ուղղվում, միգուցե։ Այսինքն այստեղ շատ խոր ուսումնասիրության կարիք կա կամ ես վստահ եմ այդ ուսումնասիրությունները արվում են, նախ այդտեղ քննարկելու բան հաստատ կա, որովհետև փաստը այն է, որ տնտեսության աճի տեմպերը գոհացուցիչ չեն, այսպես ուղղակի ասենք, բայց վարկերը գալիս են, տրվում են, դուրս են գալիս կամ պահվում են եւ այլն, եւ երրորդ բանկերը իրենք էլ երբեմն չեն թաքցնում իրենց մոտ պահվող ավանդների ծավալների մասին։ Ինչ է սա նշանակում, խնայողություններ են, մարդիկ պահում են բանկում, դա շատ նորմալ է այդ տեսանկյունից որ նայում ենք, բայց փաստորեն դա փող է, որը չի մտնում շրջանառության մեջ եւ չի ծախսվում, իր հետ կամ բարիք չի ստեղծվում եւ իր հետևից ինչ որ բան չի բերում։ Նա բերում է ընդհանրապես տոկոսադրույք բանկերին, այսինքն բանկը դա նույնպես էժան փող է, որպես ավանդ նա ներգրավում է եւ ավելի թանկ դնում շրջանառության մեջ, որը ըստ էության այդքան էլ
չի բերում շրջանության ծավալներ, որովհետև բազմաթիվ են դեպքերը նաև եւ բավական մեծ տոկոս ենք ասում նաև այն դեպքերը, որ այդ գումարները այսինքն նոր վարկերը վերցնում են հին վարկերը փակելու համար։ Ըստ էության փոքր մոդելով նույն իրավիճակն է ստեղծված կամ նույն իրավիճակն է տիրում բանկ անհատ կամ բանկ կազմակերպություն հարաբերություններում այդ վարկ վերցնել, մարել, հետո վարկ վերցնել դրանով այն մյուսը վարել կամ այն մի բանկից վերցնել այն մյուսին մարել, ինչ որ տեղի ունենում պետական մակարդակով, երբ մենք հիմա գիտենք մեր հանրապետությունում պետական պարտքի ծավալները եւ դրա սպասարկման հետ կապված դժվարությունները եւ այլն, այսինքն ակնհայտ է, որ ավելի խոր ասեմ, ակնհայտ է, որ մեր հասարակության շրջանում կա ֆինանսական գրագիտության բաց կամ բացակայություն կամ թերացում, բացակայություն իսպառ չասեմ, բայց մյուս կողմից բանկը երկու ճանապարհ ունի փաստորեն, նա կամ պիտի նպաստի, որ մարդիկ իրենց վերցած միջոցները արդյունավետ ծախսեն, արդյունավետ տեղաբաշխեն, որ դրանով կարողանան եւ վճարեն իրենց պարտավորությունները եւ կարողանան ինչ որ եկամուտ ստանան, կամ բանկը պիտի ասի, ես տվել եմ, ինձ ոչինչ չի տակշում, կբերես կտաս, չտաս, սա ձեռքիցդ կխլեմ եւ այդպես այդ շրջանակը փակվի։ Այսինքն այստեղ այլ քննարկելու բան չկա եւ ապացուցված փորձ է, հաջողակ երկրների փորձը երբ ուսումնասիրում ենք, ամենաառաջի շահագրգռված օղակը, որպեսի վարկ վերցնողը արդյունավետ ծախսի իր փողը, դա հենց բանկն է, փոխտվողը։ Տեսեք, հիմա մենք այդ խնդիրը ունենք նաև Հայաստանում պետական մակարդակով եւ բազմիցս խոսում այդ մասին, որ միջոցները, թե բյուջետային միջոցները, թե վարկով ներգրաված միջոցները արդյունավետ չեն ծախսվում եւ դրա համար առաջանում են դժվարություններ եւ արդյունքներն էլ գոհացուցիչ չեն եւ բայց այն դեպքում այդ փոխտվողը հետաքրքրություն չունի օգնի, որ դու արդյունավետ ծախսես, ինչ ուզում ես արա, միևնույնն է, դու քո երկրով պատասխանատու ես այդ ամեն ինչի համար։ Բայց այս դեպքում, եթե երկրի մեջ է տեղի ունենում եւ եթե նա էլ հայկական բանկ է, սպառողն էլ հայկական կազմակերպություն է կամ ստացողը կամ հայաստանյան հասարակության անդամ է, բնականաբար պիտի որ լինի շահագրգռվածություն, այո, եւ դրանից նույնպես շահելու է ամբողջ պետությունը ոլորտը, այդ թվում բանկային ոլորտը, այդ թվում ֆինանսական ոլորտը եւ ընդհանրապես շատ ու շատ բաներ իրենց տեղն են ընկնելու, որովհետեւ կա այդպիսի փորձեր, ես այսպես անհատ զրույցներ ունեցել եմ բանկային գործով զբաղվող տարբեր անհատների հետ, շատ են դեպքերը, որ երբ վարկային մասնագետը կամ բանկային այլ աշխատակից առավել մանրամասն սկսում է խոսել այն մարդու հետ, ով ցանկանում է կամ այն կազմակերպության հետ, ով ցանկանում է վարկ վերցնել, ներկայացնում են հնարավոր ռիսկերը, ներկայացնում են թե ինչ է լինելու կամ ինչ է սպասվում, հա, վարկը վերցնում ես, այդ պահը իրոք շատ լավն է, բայց ինչ է սպասվում դրանից հետո քիչ չեն դեպքերը, որ մարդիկ հրաժարվում են, որովհետև մտածում են, որ այն միջոցները, որոնք իրենք մտածել էին բանկից կներգրավեն, միգուցե այլ տեղից ներգրավեն եւ կամ այն գործունեությունը, որ պետք է անեն, միգուցե այլ ռեսուրսներով անեն, որովհետև ամեն ինչ չի, որ պարտադիր պիտի փող ծախսես, որ դա անես, երբ որ մի պահ փողի թեման դնում ես մի կողմ, տեսնում ես, որ կան այլ տարբերակներ այդ քո ուզածը իրականացնելու համար։ Եվ հետեւաբար ստացվում է գալիս ենք այն տրամաբանական եզրահանգման կամ ենթադրության, որ բանկերը շահագրգռված են, որ ուղղակի տան առանց այդ, որտեվ այդ միգուցե այդ վարկային մասնագետն էլ խնդիր ունենա, եթե ինքը փաստորեն հենց անի, որ այդ մարդը այդ վարկը չվերցնի, որովհետև բանկը պիտի տա, որ այդ եկամուտը գա բարձր է, ցածր է եւ այլն, եւ իսկ կից ծառայությունների մասին խոսք փաստորեն չկա, իսկ կից ծառայությունները բազմազան են, մեկի մասին մենք խոսեցինք այդ խորհրդատվությունը եւ աջակցությունը, եւ կան բազմաթիվ այլ ծառայություններ կից, որոնք պիտի նպաստեն վարկառուին, որ նա կարողանա ճիշտ տեղաբաշխի եւ ճիշտ կառավարի։ Եվ առանձին խնդիր կա, եթե վարկերը ներգրաված են լինում արտարժույթով, այսինքն եթե մարդիկ վարկերը վերցրել են, ենթադրենք ամերիկյան դոլարով կամ եվրոյով եւ մենք գիտենք
փոխարժեքների ինչպիսի տատանումներ են տեղի ունենում եւ ինչպիսի իրավիճակում են հայտնվում վարկառուները։ Այս գոնե այս հարցում, որտեղ Հայաստանը հաստատ ունի ռիսկայնություն եւ դա ակնհայտ է եւ որը շատ դեպքերում չի գիտակցում վարկառուն, գոնե այստեղ պատրաստի գործիքների առաջարկ մեր բանկերի կողմից պիտի լինեն վարկառունների, որ իսկ ինչ եթե, ասենք, դրամը արժեզրկվեց 20%-ով ու վերջ, այսինքն այդ մարդու պարտքը բանկին 20%-ով թանկացավ, որտեղ գիտենք, որ եթե նա վարկը վերցրել է եւ դա կիրառում է Հայաստանում, նրա եկամուտը գալու է դրամով, այսինքն նա ի վերջո մարելու համար պիտի դոլար առնի, բայց դոլարը, ամերիկյան դոլարը առնելու է ավելի թանկ փաստորեն գնով եւ նրա ծախսերը 15-20 կախված թե ինչքան է արժեզրկում է։ Եվ այստեղ պատրաստի բանաձև լուծում, փոխշահավետ ես չեմ ասում բանկերը թող ասեն, հա, դե գիտեք, հա, դուք չգիտեիք, իսկ մենք բանկ ենք, հա, զիջում ենք։ Չէ, դրա մասին չի խոսքը, բայց կան բազմաթիվ գործիքներ, բազմաթիվ, որ ֆիքսվում է, ենթադրենք, ֆիքսված փոխարժեք ամբողջ տիրույթի համար, որը միգուցե ավելի բարձր է, քան վարկը տրամադրելու պահին, բայց նաև իր մեջ պարունակում են, այսինքն երկկողմանի մի մաս ռիսկերի վերցնում է վարկառունը իր վրա, մի մաս ռիսկերի վերցնում է բանկը իր վրա, որ հակառակն էլ որ լինի, նաև ես չեմ ասում, որ այո, եթե հակառակն էլ լինի, բանկերը չտուժվեն։ Դե հա փոխշահավետ լինի։ Պիտի այդ ամեն ինչը հաշվի առնված լինի, որ այսինքն մենք ուզում եմ որ արձանագրենք, որ ունենք հարակից ծառայությունների, եթե դրանք առանձին ծառայություններ որպես չդիտարկենք, հարակից ծառայությունների դաշտում բաց էր, որոնք չի ուզի որ այդպես լինի, բայց այլ բան չունենք մտածելու, որի բացակայությունով չի զբաղվում բանկը եւ այդպիսով փաստորեն չարաշահում է հասարակության ֆինանսական գրագիտության ցածր մակարդակի փաստը եւ այդպես թվացial թվացial շահեկան վիճակում հայտնվում է բանկը, բայց ոչ շահեկան վարկառուն, բայց եթե երկարաժամկետ ենք մտածում, բանկը նույնպես ոչ շահեկան վիճակում է հայտնվում, որովհետեւ այն մարդը, ով այսօր վարկ կվերցնել եւ բարեհաջող կփակել, ինքը վաղվա նորից նույն վարկառուն է, բայց եթե նա մնացել է, այսպես ասած, վարկերի տակ, բնականաբար նա այլևս վարկառու չի եւ չի կարող լինել, որովհետեւ նրան այլևս չեն էլ տա վարկ, հաշվի առնելով այն կանոնակարգերը, որոնք գոյություն ունեն։ Թերևս դրականին անցնելուց առաջ ու նախքան լրատվության ժամը մի բացասական բան էլ իմ կողմից ասեմ, այդ ծառայություններից ես խոսում, հարակից ծառայություններ թե այլն, կարծում այստեղ կա նաև բազմազանության խնդիր։ Մեր երկրում գործող բանկերի հիմա թիվը մի քիչ պակասել է 21-ից արդեն իջել է, բայց իրենք ոչինչով չեն տարբերվում, այսինքն շատ ուրիշ գործոններ հաշվի առնելով ես ընտրում այս կամ այն բանկը, որը թերևս այդ գործոնները պետք է լինեին երկրորդական, երրորդական, հա, չկա ծառայությունների բազմազանություն, չկա ինչ-որ առաջարկների կրեատիվություն, բոլորը միանման են։ Այնպիսի տպավորություն է, որ այո, կա ընդհանուր համաձայնություն բոլորի միջև, բոլորի տոկոսադրույքները հիմնականում նույնն են, ու տենց չնչին տարբերություններով ծառայությունների վճարները հիմնականում նույնն են, այն բոլոր ծախսերը, որոնք արվում են նույնն են, իդեպ թե ավանդի համար, թե վարկի համար, թե փոխանցումների համար եւ մրցակցություն որպես այդպիսին գոյություն չունի եւ ինչն էլ իր հերթին բերում է լճացման, որ չեն փորձում մարդիկ փնտրեն առավել մատչելի կամ առավել հարմար պայմաններով գումար եւ դրա համար անում են այն ինչ որ անում են, այսինքն նույնպես ստացվում է, որ բանկերը չարաշահում են այդ իրավիճակը եւ եղել են փորձեր առանձին բանկերի կողմից, մենք շատ լավ գիտենք, որ փորձել են մրցակցային պայմաններ ստեղծեն, բայց դրանք շատ կարճ են տևել, թե ինչու, դա էլ արդեն կիմանանք մենք ենթադրություններով, իսկ իրենք փաստացի։ Շատ լավ, դարձյալ լուրեր լսելու ժամն է, դարձյալ դադար տանք, կշարունակենք մի քանի րոպեից եւ հիշեցնեմ մեր ռադիոդիտողներին, որ հաղորդման հաջորդ հատվածների ակտիվ հղումը այս տեսանյութի ներքևի մասում է։